ասեմ պարս առավոտյան արթնանում եմ, օղ եմ խմում։ Կներեք, չգիտեմ, կարելի է թե չի կարելի։ Չափն ասեք։ Ինձ ասում են դու հարբեցող ես, հա։ Քանակն ասեք։ Քանակը 50 գրամ առավոտյան։ Հարբեցող չեք։ Հայրս օրոմացիկ հայրս էլ էր տենց։ Ինքը սոված փորին մի բաժակ խմում էր, իրան լավ էր զգում, ոչ թե զորով եմ խմում ես, հաճույքով խմում եմ, հացս ուտում եմ նորմալ։ Դուրս եմ գալիս, եթե ազատ եմ, ոչ մի տեղ չունեմ քնալու, մոտ 2 ժամ քայլում եմ։ Պարտադիր 2 ժամ քայլում եմ, մի 5 րոպե հանգստանում եմ, նորից եմ շարժվում, նորից եմ քայլում։ Հետո նես ստացվեց, որ ինքը հետ ծանոթացանք արդեն, այդ սիրում եմ այդ գործը, այդ դերասանական դե արդեն որ օպերայում աշխատել եմ, արդեն ես պրոֆեսիոնալ դերասան եմ եղել ժամանակին։ Ու ինքան ինձ մեծ օգուտ տվեց ինչ տեսակետով, դարա պրոֆեսիոնալ դերասան արդեն որ լուբիցել եմ իհարկե, դեն երկշախումբը են չի, որ ասում եմ, գնում ենք նկարահանման, դե բոլոր դերասաններ շփվում ենք, բոլորն արդեն մեծամասնությամբ ռեժիսորները ճանաչում են, միտեղ կաֆեով նստած ենք, չգիտեմ ինչ արեթա իբր մեկի ծնոնդն է, մի փոքր գինով ցած ենք, ես մոտեցա նա ծիրունքին կարծես փաթաթվեցի իրան, որ պետք է համբյուրեմ, ասում ես ինչ ես անում, ասում ռեժիսորն ասել, ասաց հա դա ռեժիսորն ասել ինչ ասում ես, բայց ես ինքս ինձանի թորնեցի, շապել էիք, ու դες դեպքի շատ ա եղել, ես նկարահանման ժամանակ մարդ ես, դու էլ քու զգում ես, որ այդ մամենտին էս կարելի անել, ու ռեժիսորը հավանում ասում է ճիշտ է։ Ես շատ ներկերներ չեմ ուզում պատմեմ, Ձյաձ Միշան շատ հումորով անձնավորություն է, ու Ձյաձ Միշան ունի մի հատ շատ լավ ընկեր, բարի մարդ, մի քիչ իրանից տարիքով փոքր է, Ձյաձ Ալբերտը։ Ձյաձ Ալբերտը միամիտ է ավելի հանգիստ, ավելի пассив, բայց էլի ինքը ակտիվ գալիս է նկարահանումների։ Ձյաձ Միշան նենց poster անում, կներեք ես բարի համար, ես խեղճ Ձյաձ Ալբերտի գլխին, նենց բաներ է ասում նկարանման հրապարակում, որ Ձյաձ Ալբերտը հավատում, ասում է աբո ջան, պրծավ սյոմքեն, հելի գնում ենք։ Խեղճ Ձյաձ Ալբերտը սկսում է վեշերը հավաքել, բան, դե լավ, ստեսություն, ռեժիսորն ասում է ուր եք գնում, բա Միշան ասեց, լավ էլի Ձյաձ Ալբերտը։ Եվ երկար տարիների ընկերներ են, չէ՞։ Երկար տարիների ընկերներ են, հա։ Այդպես ընտիր սերիալներում ինձ կանչում է, բոլորն էլ հաճույքով ինձ կանչում են, բոլորն էլ զգում են, որ գոհ են մնացել, այդպես 10 տարի ինձ հետ աշխատում ենք ու որը ազատ եմ եւ միայն ժամանակ արդեն մոտ 10 տարի է Երևանի Գեղարվեստի ակադեմիական քոլեջ կա, Գեղարվեստի պետական քոլեջ, նկարիչներ են բոլորը։ Թերլեմեզյանի անվան Չգիտեմ ով միջնորդեց ինձ, գնացի ինձ ընդունեցին, արդեն մոտ 8-9 տարին է, ես աշխատում եմ այդ ասպարեզում, երեխաների հետ շատ հետաքրքիր է, դասախոսների հետ նույնպես, ազատ ժամանակ էլ երբ կանչում է, եթե զբաղված եմ լինում, խնդրում եմ ինձ թողնում են, բայց գիտեն ասում ձազմիշ, քու առաջի գործը քոլեջն է։ Քոլեջում ինչ եք աշխատում։ Որպես բնորդ եմ աշխատում։ Գիտեք, բնորդը նստում եմ երեխաները։ Բայց դուք աշխուժ մարդ եք, ոնց եք ժամերով նստում։ Նստում եմ, ժամեր չի, ես որ հոգնած եմ լինում, դուրս եմ գալի, հանգստանում եմ, նորից եմ նստում, տարբեր պոզիցիայով նստում եմ, ինձ նկարում են։ Ու միայն ժամանակ, եթե ինձ կանչում են, հետո հաղորդումներին եմ գնում մշտական, ասեմ, առաջի ալիքով Պետրոս Ղազարյանի հաղորդման մշտական, ես մշտական մասնակցում եմ, արդեն մի 20 տարուց ավել է, շատ։ Սպասել ինձ հաղորդումն եմ մշտական լինում, իրանք էլ նորից այդ նույն կասինգը, էլի նկարահանման ինձ կանչում են, պապիկի դեր, ուտել խմելու տեղ, թաղման արարողություն, աշխուժ եմ, ուզում ասեմ, օրս ամեն օր զբաղված եմ։ Շնորհակալ եմ ասուց, կարողանում եմ ինձ դրսևորել, ոչ մեկին նեղություն չեմ տալիս, իմ թոշակի հետ կապված, այդ կինոյի փողերը, ինգայի տված գումարներով գնում եմ, ջերմուկ եմ հանգստանում, արդեն 7-րդ տարին է պարտադիր ջերմուկ եմ գնում, ամառն էլ ծուափ եմ գնում, բոլորը զարմանում են, մերոնք հարցս ասում, ոնց որ երիտասարդ դալնես, ամեն տեղ գնում ես, ասում եմ, ես ձեզանից ոչ գումար եմ ուզում,
փոխանակ դուք շնորհակալ լինեք, որ ես ինձ ազատ եմ զգում, կյանքս հայելում եմ։ Կներեք, ինձ որ մահացավ 8-րդ տարին է, ես մի քիչ նեղվեցի, համ այդ տանից դուրս չէի գալիս, բայց հետո կամաց զգացի, որ ինքս ինձ կործանելու եմ, ավելի լավ է ես դուրս կամ, շփվեմ մարդկանց հետ, ու ես ինձ լավ եմ զգում, ես իմ տարիքս ով ասին չեն հավատա, ես որ 84 տարեկան եմ։ Պարոն Մարկյան, մի քիչ ասացիք, իմ հարցը հետևյալն է. ձեր ընտանիքի անդամները, զավակները, թոռները, ինչպես են ձեր այս ակտիվ կենսակերպին վերաբերում։ Խրախուսում են ձեզ, թե մի քիչ ամաչեցնում։ Մի քիչ զարմանում են, ասում այդ տարիքին նկարահանման ես գնում, քեզ ջահելի երիտասարդ տեղ ես դնում, ասում եմ ես ինքս զգում եմ, որ ես երիտասարդ եմ, չգիտեմ, իմ տարիքս չեմ ուզում ասեմ։ Կարողանում եմ ոչ ոտքսա ցավում, ոչ գլուխսա ցավում, հազար անգամ ներողություն։ Ամեն ասպարեզում կամ ծնունդ, կնունք ինձ պարտադիր կանչում են։ Ուզում ասեմ, ես աշխուժ եմ, ես տանը չեմ կարող մնամ։ Իսկ մերոնք էլ մեկ ասեմ, մի տեղ կհասնի մերոնց թողնեղան ասեք։ ասում թոշակը ինչ ես անում էլի, դուր մենք օգտագործենք էլի։ 25000 տալիս եմ ամեն ամիս, 62000 թոշակ եմ ստանում։ Ասում եմ իմ գրպանս փող պետք է լինի։ Ես ամոթա քեզանից ասեմ ինձ փող դուր, ծնունդի գնամ, 10000 դուր ստեղ գնամ, իմս մշտական ես ունեմ, ինձանով բավարարված եմ։ Լի մի բան էլ օգնում եմ ուրիշներին։ Ամենաշատը ինչից եք նեղվում, ինչը որ այ փոխված լիներ, ձեզ ավելի լավ կլինի։ Ամենաշատը ինչի կարիքն ունի մարդը 65-ից հետո, 60-ից հետո։ Ասած մի քիչ ժողովուրդը տարիքով մարդկանց լավ չի նայում։ Այսինքն նեղվում են շփվելուց հասկանալի է դա ամեն ինչ հասկանալի է երիտասարդը չի ուզի հասակով մարդկանց հետ շփվի նարդիաղը բայց ես ինձ հետ որ մարդիկ խաղում են հաճույքով են ինձ հետ նարդի խաղում ես աշխուժ եմ հետաքրքրություն եմ ստեղծում միայն սուս բնալով չի բրի աշխուժ ես ասես խոսես բան պատմես օրդ անցկացնես տանը նստելով չի կարելի Պետք է դուրս գան շփվեն մարդկանց հետ։ Ոչնչն, եթե հնարավորություն ունեն, հանգստյան գոտի գնան ճիշտ է, ֆինանսական ամեն մեկը չունի այդ հնարավորությունը։ Դա ես աշխատում եմ, մի քիչ գումարում հետ գծում գնում եմ, չգիտեմ։ Իրանք նեղվում են, ճիշտ է, ասում են ոնց գնանք, հազիվ հասցնում ենք մեր հացի փողը վաստակեն կամ մեր թոշակը քիչ է, այս կանայենք, էտա։ Բոլորը զարմանում են իմ տարիքս, որ ասում եմ մեկ-մեկ խափում եմ, ասում եմ տարիքդ ինչ կանա, ասում եմ 68 եմ, 2 տարի հետո կլարանա 70-ս։ Ինձ էլ այդպես ասացիք։ Իսկ իրականում։ Իրականում 84 տարեկան եմ։ Ես Միշա Արմենակի Մարգարյանն եմ։ Ծնվել եմ 1939 թվականին նոյեմբերի 7-ին, քաղաք Երևանում։